պարոն Սիմոնյան, 2020 թվականին կոպված գնացիք քաղաքացիներից, ընտրեցիք քվե, ստացած քվեները հիմա վարչապետը 3 ազգային ժողով հայտարարում է, որ գնում ենք ներկայացնել, ինչպես նշեցիք, կգնան կներկայացնենք մեր արած աշխատանքները, ասում գնում են ներկայացնում, ասում դպրոց մանկապարտեզին սարքես, մենք լմից հերի մի րոպե Բաքոչյանն ու Սերժիխին նստած չեն։ Հիմա այդ հարցը 2026 թվականին ինչպես եք պատասխանել մարդկանց, իրանք ինչքան են ներկայացնենք դպրոցը, ասում են լմից հերիք Բաքոչյանը, Սարգսյանը։ Հետաքրքիր չէ, որ ամենադժվար հարցը տալիս է ոչ ընդդիմադիր, դուք ընդդիմադիր չեք, չէ՞, ինչքան գիտեմ։ Ոչ ընդդիմադիր լրատվա խոսքի ազատությունը, այս կուսակցականն է ամենադժվար հարցը տալիս։ Դա բարդ է։ Դա իրոք բարդ է եւ այն, որ մենք անընդհատ եւ վարչապետը անընդհատ ներկայացնում է հատիկ առ հատիկ տրամաբանության մեջ հետ բերված գումարները եւ հետ բերված գույքը Հայաստանի Հանրապետության, դա դրա վառ օրինակն է։ Իսկ ինչ վերաբերում է ինչի Ռոբերտ Քոչարյանը միջև այդ պահը նստած չի կամ նստած չի այն մյուսը, դա իրավապահների դաշտում է, ես այդ հարցին սկզբում պատասխանեցի, մեր համար դժվար է եւ ոչ թե դժվար է, անթույլատրելի է զանգել Հայաստանի Հանրապետության դատախազին, ասել Ռոբերտ Քոչարյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի, շատ ցանկալի է, շատ ցանկալի, ոչ միայն իր հետ կապված, այլ շատ տարբեր մարդկանց հետ կապված, ով մարդա գյուլել Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում, որ վզներից տանեն գցեն պատվալել, բայց ասում եմ, ես հրեշին սպանողը կդառնում է հրեշ, հա մենք այդ հրեշին խեղճացրել ենք, մենք այդ հրեշին քշել ենք, մցրել ենք իր բունը, մենք այդ հրեշին իր բնի մեջ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև ինքը իր պատիժը ստանա ու ինքը իր պատիժը ստանալու է։